Hürmetli Nikol Babayeviç. Մեծարգո վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ընդունել է իմ հրավերը եւ պաշտոնական այցով այցելել է Ղազախստան։ Այսօրվա այցը ունի առանձնահատուկ կարևորություն, պատմական կարևորություն եւ մենք անդրադառնում ենք մեր բոլոր նպատակներին այսօրվա այցի քննարկումների ընթացքում։ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է հուսալի եւ վստահելի գործընկեր եւ մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա։ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար Ղազախստանը միշտ սերտ եւ մոտիկ երկիր է եղել եւ մենք մեծ ենք գնահատում հայ ժողովրդի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը եւ ավանդույթները, այդ արժեքները հիմք են հանդիսանում, որոնց վրա մենք կառուցում ենք մեր բազմակողմանի համագործակցությունը։ Մենք մտադիր ենք շարունակել զարգացնել փոխադարձ շահավետ մեր համագործակցությունը։ Իմ պաշտոնական այցը անցած տարի Հայաստանի Հանրապետություն, դրա արդյունքները, ինչպես նաեւ այսօրվա այցի շրջանակներում բանակցությունների արդյունքները վկայում են այդ հարաբերությունների մասին։ Հայաստան-Ղազախստան հարաբերությունները ունեն ռազմավարական կարևորություն։ Դրա շրջանակներում մենք համատեղ հայտարարություն ենք ստորագրել եւ այցի շրջանակներում ել ավելի են լավարկվել երկու երկրների միջև հարաբերությունները, նոր ճանապարհներ են բացվել, նոր փուլեր են բացվել համագործակցության համար։ Այդ կապակցությամբ թույլ տվեք ընդգծել դերակատարումը մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի հանուն զարգացման Հայաստան-Ղազախստան հարաբերությունների։ Մեծարգո պարոն վարչապետ, դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ, հեռատես առաջնորդ եւ քաղաքական գործիչ։ Հաշվի առնելով ձեր դերը, այսօր ես մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևով են պարգևատրել։ Այս քայլը հանդիսանում է նշան մեր երկրների միջև բարեկամության, ինչպես նաև վկայում է այն մասին, որ մենք ցկտում ենք հետագայում նույնպես խորացնել մեր փոխադարձ կապերը։ Ես բարձր եմ գնահատում այսօրվա բովանդակալից բանակցությունների արդյունքները։ Մենք կիսվեցինք եւ առանձնահատուկ կարեւորություն տվեցինք տարբեր հարցերով, փոխադարձ առևտրատնտեսության եւ ներդրումային համագործակցության հարցերին, ինչպես նաեւ պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկենք, որպեսզի ընդլայնվի առևտրաշրջանառությունը, ինչպես նաեւ ապրանքացանկը։ Որպեսզի առևտրաշրջանառությունը ընդլայնվի, անցած տարի եւս ղազախական արտահանումը Հայաստան գերազանցել է 350 միլիոն դոլարը։ Մենք էլ իհարկե ցանկանում ենք աջակցել Հայաստանի տնտեսությանը եւ մենք համաձայնել ենք կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի իրականացնենք ներդրումային համատեղ ծրագրեր։ Կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի ընդլայնվեն եւ լավարկվեն բիզնես համայնքների միջև հարաբերությունները։ Ինչպես գիտեք, ղազախա-հայկական աշխատանքային խումբը պետք է նպաստի այդպիսի փոխադարձ շահավետ ծրագրերի իրականացմանը։ Մենք կարող ենք զարգացնել մեր գործընկերությունը թե արդյունաբերության ոլորտում, տրանսպորտի, լոգիստիկ, գյուղատնտեսության, թվայնացման, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում։ Այդ թվում մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տվել տրանսպորտային եւ տրանզիտ հնարավորություններին։ Նոր աշխարհակաղակական իրավիճակը Հարավային Կովկասում հնարավորություններ է ստեղծում, որպեսզի ամրապնդվեն երկկողմ տարածաշրջանային համագործակցությունը։ Ղազախստանը աջակցում է Հայաստանի Հանրապետության նախաձեռնությանը խաղաղության խաչմերուկ եւ մենք նաեւ ընդգծում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցել TRIP խաղաղության եւ բարգավաճման միջազգային Տրամպի ճանապարհ նախագծին։ Այսպիսի նախագծերը Հյուսիս-հարավ նախագիծը, ինչպես նաև միջանցքի նախագիծը համապատասխանում են երկու երկրների շահերին եւ հետեւաբար տրանսպորտային համագործակցությունը կբացի մեծ հնարավորություններ երկու երկրների համար։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ նաև Ադրբեջանի ղեկավարությանը, որ հնարավորություն է տվել Հայաստանին ուղիղ առևտուր իրականացնել օգտվելով Ադրբեջանի տարածքից։ Այս տարվա նոյեմբերին Ադրբեջանի տարածքով
Հայաստանը մատակարարվել առաջին Ղազախական հացահատիկի առաջին տոննան։ Սա շատ կարևոր քաղաքական եւ տնտեսական նշանակություն ունի։ Մենք պայմանավորվել ենք ամրապնդել նաեւ մեր փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում եւ ապահովենք կայուն մատակարարումները։ Այս ուղղությամբ աշխատելով մենք համաձայնել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել։ Հիմնական առաջադրանքներից մեկն էլ այն է, որպեսզի ուղիղ չվերթներ հաստատվեն Հայաստանի եւ Երևանի եւ Աստանայի միջև։ Այս կապակցությամբ մենք ունենք կոնկրետ պլաններ եւ հուսով եմ, որ մոտակա ժամանակներում արդեն համապատասխան քայլերը կձեռնարկվեն։ Ինչ վերաբերում է արհեստական բանականության թեմային, դա նույնպես շատ կարևոր է Ղազախստանի համար, որովհետեւ Ղազախստանում թվայինացումը շատ արագ եւ դինամիկ է զարգանում։ Այդ առումով Հայաստանը նույնպես էական հաջողությունների է հասել։ Այս ոլորտը հանդիսանում է նոր լոկոմոտիվ, որը հնարավորություն կտա խթանել երկու երկրների տնտեսության զարգացմանը։ Մենք համաձայնության ենք եկել փոխանակել մեր փորձը, երբ խոսքը գնում է արհեստական բանականության, տեխնոլոգիաների եւ թվայնացման մասին։ Մենք նաեւ խոսել ենք համատեղ ծրագրերի իրականացման մասին։ Մեծարգո պարոն Փաշինյանի հետ միասին մենք ուրախ կլինենք ծանոթանալ տարածաշրջանում մի մեծ ՏՏ ոլորտի հանգույցին։ Մյուս տարի Ալեմեյայի կառույցի հիման վրա կստեղծվի Թումո Աստանա կազմակերպությունը։ Նաև կրթության ոլորտում մենք քննարկել ենք զարգացման հիմնական ուղղությունները։ Ուսանողների փոխանակման համար մենք միջկառավարական համաձայնագրեր ենք ստորագրել, որոնք շատ կարևոր են նույնպես։ Մեծ պոտենցիալ է երկու երկրների նաև համագործակցել առողջապահության ոլորտում։ Մենք համաձայնեցել ենք անցկացնել Հայաստանում, Ղազախստանում հայկական բժշկության օրեր։ Նաև իհարկե քննարկել ենք հարցեր, երբ խոսքը գնում է մշակութային մարդասիրական հարցերի մասին։ Անցած տարի Աստանայում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր։ Այս տարի նույնը կազմակերպվել է նաև Երևանում։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում բացվել է պուրակ մեծ են մտածող Աբայի անունով, իսկ այսօր Աստանայում բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցը։ Այսպիսով մենք արտահայտում ենք մեր երկու ժողովուրդների հոգևոր սերտությունը, սա արտահայտում է հարգանք ազգային գործիչների նկատմամբ մեր երկու երկրների։ Հարգելի տիկնայք եւ պարոնայք, այսօր մենք կարծիքներ ենք փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։ Մենք ընդգծել ենք, որ մեր դիրքորոշումները տարբեր բարդ հարցերի շուրջ համընկնում են։ Մենք ցկտում ենք ամրապնդել այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դերը նույնպես հաշվի առնելով եւ նրա պլանը հաշվի առնելով, որը ես նույնպես աջակցում եմ, մենք փորձում ենք ամրապնդել այն քայլերը, որոնք ձեռնարկվում են հանուն արդյունքների հասնելու։ Այդ իսկ իմաստով Ղազախստանը նաեւ բարձր է գնահատում Հայաստան-Ադրբեջան ջանքերը ուղղված հարաբերությունների կարգավորման։ Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացը միայն լավ շարունակություն ունենալ եւ մենք միշտ ուրախ կլինենք աջակցել այդ գործընթացին։ Եվս մեկ անգամ ես այսօրվա բանակցությունների ընթացքում դա հաստատեցի եւ այդ կապակցությամբ ես ցանկանում եմ ընդգծել մեծարգո պարոն վարչապետի պատմական դերը հանուն կայուն խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Մեծարգո պարոն վարչապետ, ձեր հեռատես քայլերը, ձեր խիզախ քայլերը հանուն կայունության եւ խաղաղության հարավային Կովկասում արժանի են գովասանքի։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Ձեր այս շատ պատասխանատու աշխատանքում հանուն Հայաստանի զարգացման, հանուն ձեր երկրի միջազգային հարթակներում հեղինակության բարձրացման։ Ձեր բոլոր նախաձեռնություններին հաջողություն եմ ես իհարկե մաղթում եւ Ղազախստանը պատրաստ է ձեզ աջակցել, ձեզ հայ ժողովրդին այս ճանապարհին։ Թող հայ-ղազախական հարաբերությունները ել ավելի ամրապնդվեն։ Մեծարգո պարոն նախագահ Կասիմ Ժոմարտ Կեմելևիչ Տոկաև, նախ թույլ տվեք
եւս մեկ անգամ արձանագրել, որ ինձ համար ահռելի պատիվ է արժանանալ եղբայրական Ղազախստանի բարձրագույն պարգևին եւ այդ որոշումը կայացված տեսնել ձեր նման փորձառու պետական, քաղաքական գործչի եւ դիվանագետի կողմից եւ այդ պարգևը ստանալ ձեզնից դա իհարկե պարտավորեցնող է եւ ես երախտապարտ եմ նման գնահատականների համար դուք մի մարդ եք, ով միջազգային քաղաքականության մեջ ժամանակակից շոշափելի ներդրում է ունեցել եւ իրադրությունը տեսնել ձեր գնահատականի տեսակետից իհարկե չափազանց կարեւոր է, որովհետեւ ցանկացած զարգացում, ցանկացած պարագայում միշտ գնահատման եւ վերագնահատման անհրաժեշտություն ունի, որովհետեւ ամեն դեպքում ցանկացած որոշում ինքը նաև հետագա սպասարկման կարիք ունի եւ հետագա զարգացման։ Երբ ես Վաշինգտոնից վերադարձա 2025 թվականի օգոստոսի 8-ի խաղաղության գագաթաժողովից հետո ես հարկ համարեցի զանգել եւ ձեզ անձամբ տեղեկացնել տեղի ունեցած իրադարձությունների մասին եւ դա նաև իմ գնահատանքի արտահայտություններ այս ընթացքում անձամբ ձեր ցուցաբերած աջակցության համար եւ Ղազախստանի ցուցաբերած աջակցության համար ուզում եմ հիշեցնել նաեւ որ Ղազախստանը շատ կարեւոր մի ժամանակահատվածում Ալմաթայում մեր երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպման հարթակ տրամադրեց, որը եւ այդ խոսակցությունը, այդ բանակցությունները շատ կարեւոր էին հետագա զարգացումների համար, նաեւ գաղտնիք չէ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնվում է, հենվում է Ալմաթայի հռչակագրի վրա, որը իհարկե տվյալ դեպքում ունի շատ կոնկրետ քաղաքական նշանակություն եւ ունի սիմվոլիկ նշանակություն եւ ես շատ ուրախ եմ եւ մեծ պատիվ է ինձ համար, որ մենք ահա այսպիսի միջավայրում ունենում ենք այս պաշտոնական այցը, որի արդյունքներով Հայաստանի եւ Ղազախստանի միջև հարաբերությունները հասնում են ռազմավարական գործընկերության կետի, ինչը իհարկե նոր ցածկուղի է մեր հետագա հարաբերությունների զարգացման համար։ Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով մենք հիմա կենտրոնացած ենք Trip-Root նախագծի իրականացման վրա եւ Միացյալ Նահանգների հետ շատ ակտիվ բանակցային գործընթացում ենք, որպեսզի կոնկրետացնենք եւ համաձայնության հասնենք իրավական շրջանակի եւ կարգավորումների շուրջ, ինչպես գիտեք, հիմնական եւ սկզբունքային հարցերը Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով որոշված են, համաձայնեցված են եւ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց համար իրենց կապուղիները բացում են ներքին, այսինքն Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Ադրբեջան, Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Հայաստան, երկկողմ հաղորդակցության եւ միջազգային հաղորդակցության համար եւ Վաշինգտոնի հռչակագրի համաձայն այդ ամենը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության հիման վրա եւ իհարկե Հայաստանը եւ Ադրբեջանը Ալմաթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ուզում եմ ընդգծել, որ նաև Վաշինգտոնում նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որտեղ նույնպես Ալմաթայի հռչակագիրը ունի բազային սկզբունք եւ այդ համաձայնեցված եւ նախաստորագրված տեքստում Հայաստանը եւ Ադրբեջանը ընդգծում են, որ հիմնվելով այն ըմբռնման վրա, որ նախկին խորհրդային երկրների հանրապետությունները դարձել են անկախ պետություններ եւ նրանց միջև ադմինիստրատիվ սահմանները վեր են ածվել պետական սահմանների, այս հենքի վրա երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, արձանագրում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չբարձրացնել նաեւ
ապագայում։ Սա իսկապես շատ ամուր հենք է տևական, կայուն եւ հուսալի խաղաղության համար եւ մենք իհարկե առաջիկայում պետք է ջանքեր գործադրենք խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ վավերացման համար։ Իհարկե մինչ այդ մենք այսօր արդեն աշխատում ենք, ինչպես ասացի, Trip-Root նախագծի վրա, որը կարծում եմ էականորեն մեծացնելու է նաև Հայաստանի եւ Ղազախստանի միջև երկկողմ տնտեսական գործակցության հնարավորությունները, ինչպես նաև մեծացնելու է թե Հայաստանի, թե Ղազախստանի արտահանման պոտենցիալը Հայաստանի դեպքում դեպի արևելք, Ղազախստանի դեպքում դեպի արևմուտք, եւ մենք իհարկե շատ ուրախ ենք, որ Ղազախստանը բարձրագույն մակարդակով հետաքրքրություն է ցուցաբերում այս նախագծի նկատմամբ, որը իհարկե լինելու է բաղկացած է լինելու երկաթուղային հաղորդակցությունից, խողովակաշարերից, էլեկտրահաղորդման գծերից, մալուխներից եւ նաեւ ավտոտրանսպորտի համար նախատեսված ենթակառուցվածքները Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստակամություն են ցուցաբերել տրամադրել միմյանց։ Մեծարգո պարոն նախագահ, ուզում եմ ընդգծել, որ այս նոր ակտիվությունը եւ դինամիկան մեր հարաբերությունների արդյունք են 2024 թվականին Հայաստանի Հանրապետություն ձեր ունեցած պաշտոնական այցի, որը շատ կարևոր եւ առանցքային նշանակություն ունեցավ, այդ այցը նոր լիցք հաղորդեց մեր հարաբերություններին եւ ահա մենք ունենք կոնկրետ արդյունքը, մեր հարաբերությունները վերաճել են եւ վերաճում են նոր մակարդակի։ Շատ կարևոր եմ համարում, որ դուք ընդգծեցինք եւ մենք էլ այդ ազդակները տեսնում ենք, որ Ղազախստանում Հայաստանի նկատմամբ տուրիստական հետաքրքրությունը աճում է եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ դուք այդ նախաձեռնությունը ցուցաբերում եք, որպեսզի մեր երկրների միջև ուղիղ ավիաչվերթներ տեղի ունենան։ Իհարկե, պարոն նախագահ, մի եւս շատ կարևոր գաղափար առաջ քաշեց, խոսքը վերաբերվում է ուսանողների փոխանակման ծրագրերին եւ դա նույնպես մի գործոն է, որը մեր հարաբերությունները կզարգացնի բոլոր մակարդակներում։ Մենք շատ ուրախ ենք եւ անհամբերությամբ ենք սպասում Ղազախստանում Թումո կենտրոնի բացմանը եւ իհարկե բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական ինտելեկտի ոլորտում մեր հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ են ստեղծում։ Ես պարոն նախագահին տեղյակ պահեցի, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան այցի արդյունքներով նաեւ Միացյալ Նահանգների հետ մի շարք փոխըմբռնման հուշագրեր ենք ստորագրել, որոնցից մեկը վերաբերվում է բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական ինտելեկտի ոլորտում համագործակցությանը եւ վերջերս Միացյալ Նահանգների կառավարությունը արտահանման լիցենզիա է տրամադրել Nvidia ընկերությանը եւ Firebird ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է շուրջ $500 միլիոն ներդրում իրականացնել Հայաստանի Հանրապետությունում։ Ես գիտեմ, որ եւ նախորդ այցերի ընթացքում էլ առիթ ունեցել եմ տեսնել եւ համոզվել, որ Ղազախստանը բարձր տեխնոլոգիաների թվայնացման ոլորտում շատ լուրջ հաջողություններ ունի, արդյունքները տպավորիչ են եւ նաեւ շնորհակալ եմ ձեզ, որ աջակցում եք նաեւ այս ոլորտներում մեր երկրների միջև հարաբերությունների հետագա խորացմանը եւ զարգացմանը։ Եվ ուզում եմ ասել ձեր թույլտվությամբ, պարոն նախագահ, մենք արդեն առիթ ունեցա Ղազախստանի նախագահին հրավիրել մասնակցելու հաջորդ տարի աշնանը Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության COP17 գագաթաժողովին եւ ուրախ եմ արձանագրել, որ մեծարգո նախագահ կենսաբազմազանության ոլորտում ակտիվ հետաքրքրություններ ունի եւ շրջակա միջավայրի ակտիվ պաշտպանության դիրքերից է հանդես գալիս։ Իհարկե, բացի միջազգային հարթակներից, ինձ համար մեծ պատիվ է նաեւ Ղազախստանի նախագահին հարգելի Կասիմ-Ժոմարթ Տոկաևին հրավիրել պետական այցով այցելել Հայաստանի Հանրապետություն։ Մեզ համար մեծ պատիվ կլինի ձեզ
պետական այցով ընդունել Հայաստանի Հանրապետությունում եւ ես համոզված եմ, երբ այդ այցը տեղի ունենա, մենք կարողանանք արձանագրել, որ ընթացիկ այցի արդյունքներով արդեն իսկ մեր հարաբերությունները հասել են նոր կետի եւ նոր օրակարգ ձևակերպելու եւ այդ օրակարգը ակտիվորեն իրականացնելու հնարավորություն եւ աշխատանքի տարածք կունենանք։ Կրկին անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն նախագահ, այս բարձր մակարդակի ընդունելության, բարձր գնահատանքի եւ ուղղակի մարդկային ջերմության համար։ Շնորհակալ եմ շատ։